Էս իրանք են, որ էշ բաներ են անում։ Ընդդիմադիր գործիչները անվստահություն հայտնելու միջոցով որոշել են հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Արմինուրեմ այս մասին հարցախույզի միջոցով քաղաքացիների շրջանում փորձեց պարզել, արդյոք հնարավոր է նման բան, թե ոչ, ինչ են կարծում այս հարցի մասին։ Ես չգիտեմ, քաղաքականությունով չեմ կլինի բոլորն էլ հեռանան։ Այս մեր գլխին ցավանք են դրանք, պատուհասների հավաքածու։ Եթե պարլամենտը նստած իրար ուտում են, ինչ են ցույց տալիս ազգին, այլ ազգերին, որ մենք կարող ենք կռիվ անենք, ստե մենք ժողովրդին էշի տղենք դրա ապրում ենք, հա։ Էշ իրանք են, որ էշ բաներ են անում։ Իրանք Ինչ եք կարծում, կհաջողվի արդյոք չի Փաշինյանը։ հաջողվի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանի ծրագիրը, այս ծրագիրը ինքը ուզում է լավ, իրան խանգարում են, ինքը ուզում է այնց ճանապարհներով գնա, էլի չեն թողում։ Իրանք երկու կողմանից հարված են անում, Փաշինյանը, իրանց արանքումավատոժում ես ու դու։ Չեմ կարող ասել կհաջողվի թե չէ, բայց փորձ պետք է անել ամեն դեպքում։ Ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, այդ աստիճան, որ ճշգրիտ պատասխանեմ։ Ես Հայաստանում ընդդիմադիր չեմ տեսնում։ Այդ բոլորը միշայք է։ Ես տենց եմ մտածում։ Ամեն դեպքում իրանց քայլերը դրա մասին են հուշում։ Ինձ համար Հայաստանը այսօր անգլուխ ձևավոր է, բայց ոչինչ, լավ օրեր կգա մեկը։ Ես էլ կուզեի անվստահություն հայտնել, բայց ստեղից չեմ։ Կարողա չանցնեմ հայտնելը։ Բայց կհաջողվի հեռացնել իշխանությունից։ Չգիտեմ, հաճելի կլներ հեռանալ։ Չգիտեմ ես, Չեմ կարող ասել ոչ մի բան, տեղյակ չեմ ոչ մի բանից։ Բայց դուք կուզեիք, որ հեռացվեր Փաշինյանը։ Հեռացվեր, դժվար հարց եք տալիս, չեմ կարող պատասխանեմ։ Որ ընդդիմադիրները ռսահպատակ, դուք դրանց համարում եք ընդդիմադիր։ Չեք համարում դուք։ Ոչ։ Ոնց կարելի է Կրեմլի մի ձեռքին ընդդիմադիր համարել Կրեմլի մյուս ձեռքին։ Իհարկե հնարավոր է։ Կարան ամեն ինչն էլ դե հիմա պատկերացրեք, այսքան հարցեր եղավ, ոչ մի հարցով էլ չեն կարում ինչ-որ մի բան ապացուցեն, բայց մեր երկիրը իրոք գնում է արդեն նրան, որ կարան հանգիստ ամեն ինչը ներկայացնեն եւ հեռացնեն։ Իսկ ինչն է խանգարում օրինակ ընդդիմադիրներին միավորվել եւ անվստահություն հայտնել։ Ընդդիմադիր ասելով դա մեր հայ ազգն է, մեր ժողովուրդն են։ Այսօրվա օրով ես ինքս Գանձակից եմ եկած, այսօր մեր Գանձակի մասին խոսք չկա, որ կարողա մի օր մտածենք, որ Գանձակը կվերադառնա։ 120,000 հայ դուրս է եկել Ղարաբաղից, չէ՞ այսօրվա օրով մեր Արցախից։ Մենք օտար տեղ ապրելով ապացուցել ենք, որ Արցախը մերն է, բայց այսօր մեր ազգային ժողովի ամբիոնից ասում են, որ դա մերը ոչ եղել է, ոչ էլ մտածենք այդ մասին, Ղարաբաղի հարցը փակ է։ Դա աստված որ հաջողվի։ Կհաջողվի, եթե միասնական հանդես կան կհաջողվի։